Պարոն Սարգսյան, խորհրդարանում 4 ընդդիմադիր ուժեր, երևի թե վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ ինչ-որ համաձայնությունների են եկել 12 կետանոց պահանջներ ներկայացրել իշխանություններին, որոնք չբավարարելու դեպքում աշնանը հուժկու հանրահավաքներ են նախատեսում անցկացնել։ Ինչ եք կարծում, ինչքանով այս ֆորմատը խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հասարակության մոտ կարող է վստահություն ներշնչել եւ ինչքանով կարող է աշխատող տարբերակ լինել։ Հարցը այստեղ մեկ այլ տեսանկյունից է ինձ թվում է պետք դիտարկել, ավելի կարևոր է թե որքանով իշխանությունը, այսինքն այսօրվա դրությամբ մեկ կուսակցությունը հանրապետականը կկարողանա ապահովել, որպեսզի Հայաստանում բոլոր ընդդիմադիր լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերը, այդ թվում ուղղակի հասարակական կազմակերպությունները չմիավորվեն ընդամենը մեկ գաղափարի շուրջ, շուտապույտ, չգիտեմ, տարբեր մեկնաբանություններ կան, աչքի ընկնողը փրկել Հայաստանը, վերջացնելով նրանից, որ գոնե թողեն նորմալ ինչ-որ կյանք վարել են մարդիկ, որովհետև այսօրվա դրությամբ մենք ունենք լուրջ խնդիր, երևի թե հենց ձեզ հետ խոսելուց ես այդ բանը նշել եմ այդ խնդիրը։ Մեր հիմնական խնդիրը այն է, որ մեր իշխանությունները, ոնց ասենք մեր իշխանությունները, հանրապետական կուսակցությունը կորցրել է բոլոր կապերը հասարակության հետ, այսուհետև հետադարձ կապը չի աշխատում։ Ինքնավստահություն, սեփական ուժերի գերագնահատում, սխալ քաղաքական լինի արտասահմանի հետ հարաբերությունների հետ կապված սխալ որոշումներ, Սփյուռքի հետ սխալ հարաբերություններ, քաղաքական վեկտորի փոփոխություն, ներքին քաղաքական սխալներ, Հայաստանի Հանրապետության շահերը չպահել, օրինակ այդ ռուսական կորպորատիվ պատերազմների մեջ, երբ Գազպրոմը եւ Внешэкономբանկը խեղդում են մեր ցանցերի հիմնական բաժնետերին, եւ ինքը ստիպված այդտեղ գումարներ է բարձրացնում մեզանից, չէ՞ որ այդ 4.5 դրամը Հայաստանի հետ որևիցե կապ չունի։ Դա Внешэкономբանկն է, որը ռուսական համապատասխան ընկերության հիմնական վարկառումն է եւ վարկատերերն է եւ պահանջել է այդ գումարները, հետեւաբար իրենք ամեն տեղից փորձում են այդ գումարները այդ ստանան։ Այսինքն մեզ մոտ է սա խնդիրը։ Մեզ մոտ կա խնդիր բացառությամբ, ասենք, մի 30 հոգու վերևում հանրապետական կուսակցության մնացած ընդհանուր զանգվածի տգիտությունը։ Եւ քանի որ բոլոր մնացած կուսակցությունները եւ ուժերը հրաժարվում են իրենց հետ աշխատելուց, երևի թե միակն է մնացել, որ հələ ինչ որ կերպ փորձում է համագործակցել, հա, բոլոր մնացած ուժերը հրաժարվում են աշխատել, սա բերում է կադրային պակասի, սա բերում է նրան, որ իշխանության կարևոր օղակներում ներգրավում են մարդիկ, ովքեր ընդհանրապես պատրաստ չեն նմանատիպ գործունեությանը, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պետության, թե երկրի ղեկավարումը։ Համապատասխանաբար մենք ունենք այն, ինչ ունենք, մենք ունենք նմանատիպ բան, ես երևի թե 93 թվականից այս կողմ չեմ հիշում, որպեսզի բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, հա։ Երևի Վազգեն Մանուկյանի ժամանակ ինչ-որ մի պահ եղավ, տենց մեկ ամսվա եւ 1.5 ամսվա կտրվածքով։ Նմանատիպ բան չի եղել եւ ամեն դեպքում սա շատ ցավալի իրավիճակ է, մենք իրոք երևի թե աշնանը կունենանք շատ լուրջ այստեղ իրադարձություններ, որոնք որ ստիպված, չգիտեմ, պետք է մի կերպ դրա տակից էլ դուրս գան։ Այդ 4 ուժերը կստեղծեն այդ իրավիճակը։ Ոչ, այդ 4 ուժերը ընդհանրապես, այդ 4 ուժերը ավելի քիչ երևի թե էլեկտորատ ունեն, քան հանրապետական կուսակցությունը, խոսքը դրանց մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ կա հիմա խորհրդարանում կան անձինք կամ ինչ որ ուժեր, անհատներ ընդունենք, ուղղակի խորհրդարանում կա ձևավորված մի պատգամավորների խումբ, որը համապատասխան հանրության դժգոհությունը հասցնում է խորհրդարան։ Քանի որ մեր այսօրվա իշխանությունը շատ է սիրում այդ բանը, ասում է եկեք խորհրդարանը դրա համար պետք, թե լավ է, հիմա կան այդ մարդիկ, ովքեր խորհրդարանում այդ ձայնը կհնչեցնեն։ Դա իրականում հանրապետական կուսակցությանը ավելի շատ է ձեռք տալիս, որովհետև հակառակ դեպքում, չգիտեմ, երևի թե Մուբարակի կամ Կադաֆիի կուսակցությունից ուժեղ կուսակցություն չկար 30 տարիների ընթացքում, էլի։
Լավ, իսկ ինչ կարելի ասել օրինաց երկիր կուսակցությունը, որ իրեն ընդդիմություն է հռչակել եւ այսպես ասում են, թե նա կարող է այդ քարյակային ֆորմատին այլընտրանք լինել, տեսնում եք այդպիսի բան։ Գիտեք, օրինաց երկիր կուսակցությունը ստեղծվել է եւ եթե չեմ սխալվում, մինչ այժմ ղեկավարվում է այն մարդկանց կողմից, ովքեր բավականին լավ տեղեկացված են, թե ինչ է քաղաքական պայքարը, լինելով համապատասխան մասնագետներ, ընդ որում նաև ակադեմիական ոլորտից եկած, դա շատ նորմալ է, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն դա ընդամենը մարդկանց խումբ է, որը միավորվել է իշխանության պայքարի համար։ Այսօրվա դրությամբ, օքեյ, իշխանությունը ստացել է եւս մեկ խաղացող, որը խաղալու է իր դեմ, եւ այդ խաղացողը ինքը իրենից ներկայացնում է ինչ որ ընտրազանգված եւ ինչ որ քաղաքական գործիչներ եւ ինչ որ գիտելիք եւ ինչ որ մարդկային ռեսուրս, սա ընդամենը մեկ բան է նշանակում, որ արդեն որակապես ընդդիմությունը իշխանությունից ավելի ուժեղ է։ Ես եթե անհատներով նայեմ, ապա ստիպված եմ լինելու արձանագրել, որ հանրապետական կուսակցությունը արդեն մոտ 2 անգամ ավելի թույլ է, քան ընդդիմադիր ուժերը կամ այն մարդիկ, ովքեր որ հանրապետականին դեմ են դուրս գալիս։ Ընդդիմադիր ուժերի անհատները նկատի։ Այո, այս անհատների մակարդակով եմ նայում։ Իսկ քաղաքասարակությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում նորից այսպես պայքարի տարբեր օջախներ եղան, աֆրիկյանների տուն, էլեկտրաէներգիայի գնի թանկացում, կൂട്ടակային կենսաթոշակային համակարգ, ինչն է պատճառը, որ այսպես լոկալ խնդիրներում հաջողություններ չի ստացվում գրանցել, նախկինում Մաշտոցի պուրակը հաջողություն եղավ։ Մաշտոցի պուրակը քաղաքական որոշում էր իշխանության կողմից։ 100 դրամի ակցիան թեկոս։ 100 դրամի ակցիան էլ գիտեք, սա մի քիչ պետք է ուրիշ տեսանկյունից նայել։ 100 դրամը դա ես համարում եմ իրականում պարտություն, որովհետև 100 դրամի անվան տակ հոսանքի գները բարձրացրեցին։ Այսինքն դա էլ էր ինչ որ քայլ եւ քանի որ գաղտնիք չի, որ սիրում են այս մեր հանրապետականները այտենց ինչ որ տարբեր կերպ մեկնաբանված է, ինչ որ շախմատային պարտիաների միջոցով բան անել, հա, օքեյ, 100 դրամը իրանք հայտարարեցին, իրանք զիջեցին։ Գիտեք ոնց դա այնպես չէր, որ իրանք այդ 100 դրամը պարտվեցին, այդ 100 դրամը նույնն է մնացել։ Ավտոբուսային կամ միկրոավտոբուսների պարկը չի թարմացվել, այնպես որ իրանք չեն ապահովել այն անվտանգության մինիմալ պահանջները, որը որ կար։ Չբարձրացրեցին եւ չարեցին, նորմալ է։ Ինչ վերաբերվում է, ասենք, հոսանքի բարձրացմանը, դա շատ լուրջ էր։ Եվս մեկ անգամ գազը, ասենք, ես բարձրացման իմաստով մեկ շաբաթ առաջ, 10 օր առաջ ես նայեցի։ Մենք միջինում այսուհետ, այսինքն օգոստոսի 1-ից, հա, այդ հոսանքը կթանկանա, մենք վճարելու ենք այնքան, ինչքան հարավային Գերմանիայում, այսինքն Բավարիայում այդ կողմերում արդեն։ Մենք հոսանքի համար վճարելու ենք 7.5 ցենտ, դա կիլովատի դիմաց, դա եվրոպական գին է։ Բացառությամբ հյուսիսային երկրների, որտեղ արևային օրերքի չեն ողանա, եւ գազն էլ համապատասխանաբար մենք վճարում ենք եվրոպական երկրների մակարդակի։ Այսինքն մենք հիմա արևմտյան Եվրոպայի մակարդակի վճարումներ ենք, բիլեր ենք ստանալու եւ այդ վճարումներն ենք անելու։ Միևնույն ժամանակ մենք չունենք ոչ միայն այդ կենսամակարդակը, դրա մասին չենք խոսում, մենք չունենք էլեմենտար հնարավորություն, ասենք, չգիտեմ, ինշուրանս կյանքի ապահովագրում կամ առողջության ապահովագրում ուղղակի քաղաքացու համար օրենքով դա արգելված է։ Այսինքն սա կոչվում է, չգիտեմ, սա ընդամենը նշանակում է, որ այսօրվա իշխանությունները կորցրել են կապը իրականության հետ։ Նույնիսկ այնտեղ, որտեղ իշխանությունն է ցանկանում, հաղթանակ չի գրանցվում։ Ես ուզում եմ ինչ ճիշտ հասկանաք, զուտ սոցիոլոգիապես սա այլևս ապացուցելու բան չկա։ Հայաստանը շարժվում է վատից դեպի կործանում։ Չկա հաղթանակներ, հաղթանակը մեկն է ստեղ լինելու, որ ամբողջ ժողովուրդը սահմանադրական բարեփոխումներ են հնարում, չգիտեմ ինչ են անում, ուղղակի մեկ անգամ եւս վերջնական կերպ այն մարդկանց, ովքեր իրենց համարում են պատասխանատու այս երկրի համար,
մեկ անգամ բացատրեն, որ այս երկրի գլխավոր արժեքը մարդն է։ Սահմանադրության առաջի եւ երկրորդ կետը, եթե պետքա դաջված կանեն այդ մարդկանց վրա, որ իրանք ամեն օր հայլում են ճակատներին տեսնեն, որ այստեղ խնդրեմը հետեւյալն է, մենք ունենք խնդիր, իշխանությունը այն մարդիկ, ովքեր իշխանության են, սահմանադրությունը լավ չգիտեն։ Մեր ռազմավարական գործընկերոջ շահերը, հանրապետական կուսակցության շահերը, երրորդ կողմի շահերը, չգիտեմ, 10 տարի հետո բավոր սենց, ոչ, մարդն է այս երկրի հիմնական բան, մինչև մենք դա չհասկանանք եւ ըստ դրա չշարժվենք։ Ասեմ, հա, խնդրեմը, այսինքն որտեղից եմ ես ասում, եթե ես իրավունք չունեմ մտնեմ ապահովագրական ընկերություն եւ ասեմ, ես ուզում եմ առողջությունս ապահովագրեմ, որովհետեւ դա ես մտնում, ինձ ասում են դա օրենքով արգելված է, դա նշանակում է, որ իմ իշխանությունը չի ուզում, որ ես լինեմ առողջ։ Իսկ եթե ինքը չի ուզում, որ ես լինեմ առողջ, չի ապահովում համապատասխան անվճար կրթություն, այսինքն ներդրումներ չի կատարում մարդկային կապիտալի մեջ, ապա ինքը չի հարգում մարդուն, ապա ինքը խախտում է սահմանադրության այն կետը, որի պահպանության համար ինքը եկել է իշխանության։ Վերջ, բոլոր մնացած հարցերը հոսանքա, չգիտեմ, Ղարաբաղից ասենք 40 կիլոմետր են կողմ էլի տարածք կվերցնենք, կգնանք, կկռվենք, հարց չկա, կանենք։ Պետք է նորից Սփյուռքին կհամոզենք, որ չէ, սրիկա չեն գցում, տենց է ստացվել, տգետ են, չեն իմացել, որ գցում են, էդ էլ կանենք։ Բայց քանի դեռ այդ վերաբերմունքը չկա իմ հանդեպ, նոր աճող սերնդի հանդեպ, կրթություն չեն կարողանում նորմալ ստանան, առողջապահություն չկա, երեխաների մանկապարտեզը նորմալ չի բանան, առաջնային երկրորդական սոցիալականացման ինստիտուտները չեն գործում, չգիտեմ ինչու որոշվել է, որ հայ ազգը այս 29000 կիլոմետրի վրա եւ բացի սրանցից նրանք են, ովքեր Իրկուտսկում խոպանչի են ու ասֆալտ են փռում, բայց այն որ ասենք 3.5-4 միլիոն էլ ապրում է Ամերիկայում եւ Եվրոպայում եւ իրանք էլ իրավունք ունեն ինչ որ կերպ էս երկրի հանդեպ մասնակցություն ունեն գոնե այն հարցում, որը կենսական նշանակություն ունի։ Սա չեն հասկանում, ձև են տալի, չեն հասկանում, չեն ուզում հասկանան, իրանց թվում է իրանք մեզանից լավ են հասկանում, իրանց խնդիրն է, եթե այս հարցը չլուծվի, երկիրը կործանվելու է։ Ու սա արդեն սենց է, արդեն 10 տարվա հարց է։ 10 տարվա ընթացքում երկիրը կործանվում է, որովհետև մենք հիմա արդեն ինչ-որ ռուսական ներքին կորպորատիվ շահերի պատճառով ստեղ ժողովուրդը կարող է կանգնի եւ իշխանափոխություն անի։ Եվ քանի որ իշխանությունը չի տեղեկացնում, որ ժողովուրդ սա իրականում նրա պատճառով է, ես չեմ բացառում, որ իրանք նույնիսկ չգիտեն դրա մասին։ Իրանք ռուսերեն բավականաչափ կարդում են, չեն կարդում, չգիտեմ, դա բաց էի բաց ռուսական աղբյուրներում կա, բայց իրանք կարդում են, թե չգիտեմ։ Ասենք իրանք դա չեն կարողանում բացատրեն, ժողովուրդը իրանց է վռնդելու, ընդ որում վատ։ Սա նշանակում է, որ չկա այդ ոչ միայն այս ինչ որ այսինքն ոչ իրանք են կարողանում մեզ բացատրեն, ոչ կարողանում են մեզ լսեն։ Իսկ դա նշանակում է, որ всё օրգանիզմը մահացած է։ Չգիտեմ, իրանց ուղեղի տեղն են երևի դրա, օքեյ, ուղեղը մնացած մարմինի չի խոսում, դա նշանակում է ինսուլտ, մեռավ։ Всё, չկա, մեռավ, գլուխ չունի, մարմինը գլուխ չունի, всё, էլ չի ապրելու։ Դա, այսինքն այստեղ ուրիշ լուծում ես չեմ տեսնում։ Ասացիք աշնան ամեն դեպքում ինչ որ բաներ հնարավոր են, ինչ է կարծում դրսից հրահրված կլինի։ Ոչ մի դեպքում։ Ռուսաստանին չի բավարարում հայ ազգի արկայությունը ընդհանրապես։ Ուրեմն սա որպեսի այլևս այս մենք հարցին երևի չգիտեմ, շատ պետք է անդրադառնանք, որ մտնի այս մարդկանց։ Մենք մեղադրում ենք Բարակ Օբամային, որը չի ասում genocide բառը եւ ասում է մեծ եղերն, բայց երբևիցե մեր մտքով անցել է, որ Վլադիմիրի Պուտինը ոչ մի անգամ ոչ մի բան չի ասել։ Ռուսաստանը այնինչ անում է, Ռուսաստանը հայաթափ անում է տարածքը, ստեղ իրան հայեր պետք չեն, Վառանցով Դաշկովի ժամանակներից 1913 թվականից ոչինչ չի անում, բացի հայաթափ անելուց։ Այսինքն Ռուսաստանին այս իշխանությունը ձեռք է տալի, որովհետև այս իշխանությունը չի հասկանում ինչ է կատարվում եւ տանում է այս իշխանությունը երկիրը տանում է կործանման։ Նորմալ է, ասենք, ինչի պիտի ձեռ չտա, երկիրը կործանում են, էլի։ Այս Հայաստանն է սենց, Ուկրաինան նենց։ Ասենք, ինչ խնդրեմ կա։ Իսկ ներսում ինչ ուժեր այդ ձեր նշած ընդդիմության մեջ անհատները
Չգիտեմ, այս պահին չեմ պատկերացնում։ Ինձ թվում է որ դա էլի ինչ որ sense սկսվի, հետո դե սովորենք մենք դրան։ Ինչ որ լինի ներսից է լինելու, ինչ որ լինի, ընդ որում ոչ թե ստեղի ներսից հասկանում, հարցը հետևելն է, եթե սա ուղղակի պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հանրապետականի ներսում առողջ ուժերը, որոնք կան, բայց որոնք ուղղակի խեղդված են ինչ որ այդ հա այդ պապական բարկաբաշի բոզուկներով այդ դրանց շրջապատից այդ դրանք սկսեն աշխատել, ինչ որ մի բան փորձեն անեն, հակառակ դեպքում չի լինի, որովհետև հասկանում եք Հայաստանում ինչու սոցիալիզմ չի կարա լինի ընդհանուր առմամբ, ինչու մենք մինչև հիմա արմիություններ չունենք, որովհետև այստեղ ընդունված է հանրային շահի համար չպայքարել, ինչպես նաև Ամերիկայում, այստեղ մի քիչ որ զգում ես, ինչ որ ճնշում են քեզ, բան դու արմիություն չես ստեղծում։